Նորքի հայորդյաց տան Նարեկ պարային դպրոցը և Գագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը կրթօջախի հաղթանակները ևս մեկով ավելացրեցին։ Վրաստանում տեղի ունեցած Tbilisi Magical Spring միջազգային մրցույթ փառատոնից սաները վերադարձել են հաղթանակներով։ Երեխաների համար շատ մեծ մոտիվացիա է, որովհետև ոչ միայն արդեն Հայաստանից դուրս ենք ներկայացնում, թեկուզ կողքի երկրում Վրաստանում, բայց իրենց համար ինչ-որ մի հատ քայլ է դեպի մեծ բեմ, ու շատ կարևոր է իրենց համար ներկայանալ ուրիշ ազգի առջև, նաև ուրիշ ազգի երեխաների հետ։ Տարածաշրջանային երկրներից տարբեր գեղարվեստական խմբեր են մասնակցել մրցույթ փառատոնին։ Կրկեսի նոր ձևավորված համույթի և պարային դպրոցի 5-րդ դասարանի համար սա առաջին մասնակցությունն էր, առաջին հաղթանակը։ Մենք բոլորը շատ ուրախ ենք և հպարտ ենք, որ մեր հենց դպրոցը առաջ տեղ բռնեց մեր շնորհիվ։ Շատ հետաքրքիր եղավ, որ մենք առաջին տեղ գրավեցինք և ծնողներին և դասղեկներին ուրախացնեցինք, որ առաջին տեղի մեդալներով եկանք Հայաստան։ Ամբողջ Հայաստան դպրոցներում միայն մենք ենք զբաղվում կրկեսով, փորձում ենք այդ պատիվը բարձր պահել, մենք վստահ գնացինք ու վստահ էլ վերադարձանք։ Պարային դասարանը հայկական, ժողովրդական և ժամանակակից պարային բեմադրություններ է ներկայացրել մրցույթին և արժանացել լավագույն խորեոգրաֆիա և կատարում մրցանակի։ Պարերը առանձնանում էին նրանով, որ վերցրել ենք հենց ճիշտ մաքուր հայկական մի պարը և մյուսը արդեն հայկական, բայց ժամանակակից մոտիվներով։ Խիոն և նոր հայկականը, որը բեմադրել էր ընկեր Արմանը, մեր պարային դպրոցի ղեկավարը։ Իմ կարծիքով հայ մարդը պետք է իմանա իր մշակույթը, իր ազգի երկն ու պարը, հետո այլ ազգերի երգ ու պարը, մշակույթը։ Տարբեր տարիքային խմբի 110 երեխա է սովորում Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցում։ Լավագույններն ընդգրկվում են համույթի կազմում։ Այս մրցույթ փառատոնին 4 համար են ներկայացրել, արժանացել են օրիգինալ ժանրի լավագույն կատարում մրցանակի։ Բոլորն էլ վստահ էինք, որ շատ լավ կարող էինք անել, որովհետև բոլոր համարները այստեղ շատ լավ պարապել էինք։ Պարկում ենք աթոռների վրա և փորձում ենք ձողերը պտտացնել ոտքերով, ձեռքերով։ Մեր մոտ շատ լավ ստացվեց, մենք մեզ շատ ազատ էինք զգում, չէինք լարվել, շատ հանգիստ արեցինք համարը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայկական բարեգործական ընդհանուր միության և անհատ բարերարների հովանավորությամբ գործող 8 հայորդյաց տներից մեկն է Նորքի հայորդյաց տունը։ Այս և սրան նախորդող բոլոր հաղթանակները հայորդյաց տանն ընթացող ամենօրյա աշխատանքի արդյունքն են, ասում են մանկավարժները։ Փառատոնին մասնակցած դասարանները հրավեր են ստացել նաև Պրահայից։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։